Պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք ալուծելի ճգնաժամ է Գյումրիում։ Ինչ նկատի ունեք, ինչ ճգնաժամի մասին եք խոսում։ Խնդիր, երբ որ ես դա ասել եմ, դեռ նույնիսկ չգիտեի Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին, նույն օրվա մի քանի ժամ ավելի շուտ եմ ասել, բայց ես մնում եմ նույն կարծիքին, որտեղ ես նկատի չունեի, որ ինչ որ քաղաքագլուխ չի ունենա Գյումրին, կունենա։ Խոսքը այն է, որ դա լուծում չի ճգնաժամի։ Ինչու՞ է ճգնաժամը։ Որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, ես չեմ ուզում Սարիկ Մինասյանին վերագրել այդ բացասական ռեյտինգը, ինքը դեռ չի հասցրել կյանքի ընթացքում այդ չափ բացասական ռեյտինգ ձեռք բերել։ Ընդհակառակը ես կարծում եմ իր անձնական գործոնը բավական ձայն բերեց ԿՊ-ին, իրենք առնվազն մի 1/3-ով ավելի քիչ կարող էին ստանալ։ Հիմա խնդիրը այն է, որ բնակչության գյումրեցիների մեծամասնությունը ընդգծված զգալի մեծամասնությունը ԿՊ-ն չի ուզում տեսնել իշխանության գլուխ։ Չի ընդունում։ Սա մի իրողություն է։ Երկրորդ իրողությունը, որ կա Վարդան Ղուկասյան գործոնը, այստեղ կուսակցությունը թե որով ինքը ընտրվել է որևէ կապ չունի, ասենք կոմունիստական է, թե ինչ որ այլ կերպ է, ասենք լիբերալ է կոչվում։ Կա Վարդան Ղուկասյան երևույթ, որը ունի որոշակի ազդեցություն տարատեսակ Գյումրիում, բայց եւ ունի էլի շատ բարձր բացասական ռեյտինգ։ Նայեք որևէ մեկի անունը այդպեսի բողոք խնդիրներ չի առաջացնում զգալի մասի մոտ։ Եվ բայց այդ երկու գործիչները, այսպես ասենք, երկու ուժերը, որպեսզի հավասարեցնենք իրար, ամենապոպուլարն է։ Սա շատ պատային իրավիճակ է։ Եթե ընտրվում է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ, ճնշող մի զգալի մասը առնվազն գյումրեցիների համարում է իրեն խաբված, գծված, իրենց ձայնը չլսվեց, իրենք ԿՊ-ին ձայն չտվեցին, բայց էլի իրենք են, ուրեմն սրանց դեմ խաղ չկա, ուրեմն ժողովրդավարությունը սուտ է եւ այլն։ Սա մի ճգնաժամ է։ Եթե Վարդան Ղուկասյանն է դառնում, հա, էլի խոսակցությունները, որ կրիմինալը վերադառնում է, բայց 18 թիվը ուր էր, միթե նորից վերադառնում ենք նույն կետին։ Միայն կրիմինալը չի, այն ամեն ինչ վերագրվում է Վարդան Ղուկասյանին, հա, Գյումրեցին ինչ ասոցիացիաներ ունի, մեծ մասը գյումրեցիների Վարդան Ղուկասյանին։ Եվ այս խնդիրը անլուծել է այն առումով, որ ասենք զորօրինակ Մարտուն Գրիգորյանի հետ առաջարկած սխեման անցնում է եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Այդ սուր է մնում։ Ասենք ինչ որ այլ սխեմա է աշխատում, այն սխեմաները, որին մասին անդադ ակնարկում են միջ կառավարամերձ ուժերը, հա, եւ դառնում է Սարիկ Մինասյանը, ինչ ճգնաժամը լուծում է, ոչ գյումրեցիների բացարձակ մեծամասնությունը զգալու է ֆրուստրացիա, բողոք, դժգոհություն, առհամարված է իրենց զգալու եւ ամենակարևորը, սա ամենավտանգավորը, դա օտարումն է։ Դա բերում է օտարման պետական կառավարումից, տեղական ինքնակառավարումից, Հայաստանի Հանրապետությունից ընդհանրապես։ Այն բանը, որ մենք ունենք մի զգալի չափով բնակչություն Հայաստանում, որոնք այն աստիճան օտարված են Հայաստանի Հանրապետությունից, որ նույնիսկ չեն հետևում դրա ինստիտուտների աշխատանքի բարելավմանը, նաև նրա արդյունք է, որ 35 տարի կներեք թքած են ունեցել իրենց կարծիքի վրա, իրենց քվեի վրա, իրենց ձայնի վրա։ Պարոն Հովհաննիսյան, ճշտ եմ, օտարում նշանակում է ձեր նկատի ունեք հիասթափություն, անտարբերություն։ Անտարբերություն, նույնիսկ ընդհանուր ինչա մերժում, այսինքն ծայրահեղ ձևը օտարման, դա քաղաքագիտական եւ հոգեբանական տերմին է, որը շատ տարածված է եւ կան բազում ուսումնասիրություններ, թե ինչ է բերում, նույնիսկ այլ ընտրանքային տերմին է օգտագործում, կոմունիկացիոն կապի խզում, օտարման հետ զուգահեռ։ Այսինքն դա կարող է բերել, այս եւ բերելու է գյումրեցիների մի զգալի մասի, իսկ դա բերելու է արտագաղթ, դա բերելու է ոչ կայուն սոցիալական վիճակ, դա բերելու է ընդհանրապես ոչ ստեղծարար, ոչ աշխատանքային մթնոլորտ։ Նվազագույն վնասներն են։ Գյումրեցին ունեցել է այլընտրանք ընտրության ժամանակ եւ հիմա չի կարողացել օգտագործել։ Դա կարևոր չի, պետք չի մեղադրել գյումրեցիներին։ Ուրեմն այդ այլընտրանքները այնքան էլ լավը չեն, եթե նույնիսկ եղել են։ Ամենահեշտը հիմա, քանի որ քսենոֆոբիան, այլատյացությունը հայերեն ասած,
դարձել է կառավարման կարևորագույն գործիքներից մեկը ԿՊ-ի կողմից։ Հիմա ինչպես արցախցիների հանդեպ ատելություններ սերմանվում եւ մինչեւ այսօր սերմանվում է, անդադ մենք ինչ որ դրա հետ կապված միջադեպեր ենք ունենում, հա դրսևորումներ, հիմա էլ սկսել են գյումրեցիների վրա քար գլորել եւ ես ոչ միայն որպես այսպես գյումրեցու սերունդ գյումրեցի դրան դեմ եմ, այլ սկզբունքորեն դեմ եմ, կապ չունի, դա իջևանցին է, գյումրեցին է, արցախցին է, ոչ թե պետք է մեղադրել տեղացիներին, այլ հասկանալ ինչու քաղաքական համակարգը 2020 թվականին 18 թվականից 7 տարի անց առաջարկեց այն դեմքերին եւ այն ուժերին, որը առաջարկեց։ Ինչու չկար այլ ընտրանք։ Ու մեր ձեռնտու Վարդան Ղուկասյանի կերպարը ուրացնելու, մեծացնելու, փուչիկի նման փչելու, որպեսի հակադրվել եւ դրա վրա կարողանալ Կա կարծիք, որ դա փաթաթվեց գյումրեցիների վզին։ Կամ մենք, կամ անդունդ։ Քայլիստները չեն թողնում Հայաստանի Հանրապետության քաղաքացին անկախ թե որտեղ են իրենք ապրում։ Գյումրիում, թե Արտաշատում, թե Երևանում։ Այլ ընտրանք չեն թողում այն առումով, որ կամ դուք պետք է համակերպվեք, որ մենք վերարտադրվելու ենք, կամ ձեզ սպասում է դժոխք։ Նպատակը ունենալ Երևանի եւ Գյումրիի նման կլոնավորված համապետական ընտրություններ։ Եվ դա արդեն այդ ձեր օտարում ձևակերպումը, որ միանշանակ, հիմա նայեք երևանցիների որ մասն է ամեն օր ինչ որ մեքենան փոսի մեջ ընկնելով կամ ինչ որ խնդիրներ ունենալով բարի խոսքով հիշում պարոն Ավինյանին։ Դա տանում է օտարման։ Տրանսպորտը ինչ ուզում եք ասեք, ցանկացած ոլորտ մատով դնենք։ Եվ գալիս ենք վերջին հարցնել այս թեմայի շուրջ, գյումրեցիներին ոչ նրա համար որպեսի մեղադրեն, բայց պարզապես ցույց են տալիս, որ մասնակցությունը ընտրություններին ցածր էր։ Եվ հիմա եկեք դա ավելի բարձր, քան արժանընտրություններում Գյումրիում, եւ դա դարձավ նաեւ խախտեց հաշվարկները ԿՊ-ի, որ իրենք փաստորեն մենակության մեջ հայտնվեցին իրենց ավականիում, ունեն մեծ ֆրակցիա 14 հոգի ունենան, բայց դա բավարար չէ կառավարություն այսպես ասած տեղական կազմելու համար։ Եվ այդ բարձր Գյումրիում արդյունքները բավական բարձր են։ Համատած խայտարակ մասնակցության Երևանում դա բավական այսօր բարձր արդյունք է եւ ես շատ կասկածում եմ, որ այն ցուցակները, որ ներկայացվում են այն ցուցակային թվերը հայերի, որ ապրում են Հայաստանում, մեղմ ասած շատ չափազանցված են։ Բարի, շնորհակալ եմ։ Սյունիքում Ռուսաստանը գիտենք հիշում ենք, որ անդադ խոսում էր, որ հիպատոսություն է բացում, այսօր էլ հայտարարեց, կարծեմ Մարիա Զախարովայի հայտարարությունն էր, որ մինչև մայիս արագացված տեմպեր են, արդեն բան չի մնացել, պետք է բացվի Ռուսաստանի Դաշնության հիպատոսությունը։ Ինչ դա ուրախալի է, անուշադրության պետք է մատնենք։ Ոչ մի ուրախալի բան այստեղ լինել չի կարող։ Մենք դրա մասին նաև այս տաղավարում ենք խոսել։ Դա նոյեմբերի 9-ի չարաբաստիկ նոյեմբերի 9-ի էլ ավելի չարաբաստիկ 9-րդ կետի իրականացման ուղղված քայլ է։ Թող այն կառավարությունը, որը համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության, հաշվետու լինի իր քաղաքացիներին, որ բազում խնդիրների առաջ մեզ կանգնեցնելով, իբր նրա համար, որ մենք դիմադրում ենք Ռուսաստանին եւ չենք համաձայնում 9-րդ կետին, փաստորեն քայլեր է իրագործում, որոնք այդ ուղղությամբ են։ Ինչի համար է պետք հյուպատոս արան միտեղ, որտեղ ռուսներ չկան։ Գյումրիում պարզ է ինչի է պետք։ Դեռ կա այնտեղ բազան դա մարդիկ են նաև, հյուպատոսարանը պաշտոնապես դա քաղաքական մարմին չէ, դա քաղաքացիների առաջին հերթին տվյալ երկրի քաղաքացիների հյուպատոսական տարածքում իրավունքների պաշտպանությունն է։ Հիմա հարց, քանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կա Սյունիքում։ Օրինակ իրանցիները պարզ է, որ դա մեր կապի ճանապարհն է, հազարավոր իրանցիներ անցնում են այդտեղով անընդհատ, նաև մնում են, սնվում են, գիշերակաց եւ այլն։ Այսինքն կա բացի քաղաքականից անհրաժեշտություն։ Մենք կարող ասել, թե ինչ անհրաժեշտություն կա միտեղ, որտեղ ռուսները չեն գալու իրենց ընտանիքներով։ Նշանակում է
Այս կառավարությունը պետք է հաշվետու լինի, թե ինչու է խափում իր քաղաքացիներին եւ ինչու է տանում փորձությունների, եթե վերջի վերջո որոշել է անել այն ինչ որ անում է։ Սա շատ վատ բան է։ Սա պաշտոնական մասը, իրավական մասը։ Հիմա խոսենք ռեալ։ Դա պարզ է, որ դառնալու է ռուսները վերջապես բազում տարիներից հետո, բազում, այսպես ասենք, աշխարհայացքային եւ ազդեցության ապտակներ ստանալով արևմուտքից, վերջը հասկացան soft power-ի, այսինքն փափուկ ուժի նշանակությունը եւ հիմա բավական էֆեկտիվ այդ փողերը սկսել են ծախսել Հայաստանում, բավական էֆեկտիվ։ Համատած են խայտարակության, որ կար ընդամենը 7-8 տարի առաջ, հիմա ծախսում են բավական էֆեկտիվ եւ դուք այդ էֆեկտը կարող եք տեսնել քաղաքական դաշտում, մեդիա դաշտում, ընդհանրապես հանրային գործունեության մեջ։ Շատերը Գյումրիում ընտրություններն էլ են կապում Ռուսաստանի ակտիվության եւ ես չեմ մեկնաբանի, բայց հիմա պարզ է, ակնհայտ է, որ մարդիկ սկսել են ավելի էֆեկտիվ ծախսել։ Եվ ինչի վրա պետք է Սյունիքում ծախսի փող հյուպատոսարանը։ Հակահայաստանյան, հակահայկական, հակաինքնիշխանական, հակաեվրոինտեգրացիոն եւ տեղնեկած տեղը, երբ որ բանը բանից անցնի, նաեւ հակաիրանական քարոզչության համար։ Իսկ գուցե կանգնած են, որպեսզի Ադրբեջանը այդ հանկարծակի չներխուժի, ինչպես ասում են, տեսեք, Գյումրիում կանգնած են, որպեսզի թուրքերը չներխուժեն։ Սուտ է թե առաջինը, թե երկրորդը։ Ակնհայտ սուտ է, որովհետև չկա երկիր մոլորակի վրա մի երկիր, որը այդպես ակտիվորեն խրախուսել է այդ ներխուժումը եւ մինչեւ այսօր փորձում է խրախուսել։ Դա այնքան բացահայտ եւ ակնհայտ է արվում, որ դա նոր խոսում ենք այդ փափուկ ուժի ազդեցության, այդ փափուկ ուժի բենեֆիցիարների, շահառուների խոսույթ է, որևէ ինտելեկտուալ պարկեշտություն նվազագույն ունեցող մարդ այդպեսի բան չի կարող ասել։